Մարիետա ջան, շնորհակալ եմ, որ ընդունեցիր իրավերես։ Մենք այդքան երկար չենք ճանաչում իրար, բավականին կարճ ժամանակ է, որ շփվում ենք, բայց արդեն ոնց որ մի 100 տարի իրար ճանաչում ենք, քանի որ երբ որ մենք սկսեցինք իրար հետ շփվել, մենք հասկացանք, որ մենք անցած ճանապարհ ունենք, որը մեզ միավորեց։ Ով է Մարիետան բեմում եւ նորմալ կյանքում։ Մարիետան բավականին հասուն տարիքում, բավականին բնավորությամբ, տեսակով, յուրօրինակ աշխարհընկալմամբ հայկին։ Ինչի եմ շեշտում հայ, որովհետև ամեն դեպքում իմ մեջ հայությունը շատ խորն է նստած, գուցե դրա մեջ կլինեն եւ լավ եւ վատ կողմեր, որի մասին երևի կխոսենք, բայց կարծում եմ, այո, ես կրողն եմ մեր հայկական շատ արժեքների որպես կին, բայց նաեւ չպիտի թաքցնեմ, իսկապես ես շատ տեսակով եւ բնավորությամբ եմ։ Հայ։ Այո, եւ հայի եւ համամարտկային ինչ-որ արժեքների ես գտել եմ եզրը այդ երկու մշակույթների խառնելու, համատեղելու եզրը գտել եմ։ Ինչ թվում է գտել եմ, չգիտեմ։ Չնայած որ եթե նայենք կերպարային, դու հայի նման չես։ Շատերը միգուցե միջև կմտածեն երևի, որ ինչ որ ռուս ազգին ես պատկանում կամ մեկ ուրիշ սլավոնական ինչ որ ազգի, ինչ որ տենց արմատներ կա, թե մաքուր հայ ես, Մարիետա ջան։ Բացարձակ չկա։ Բացարձակ չկա, այո։ Մորս կողմից գաղթված են Արևմտյան Հայաստանից, Սասուն, Ալաշկերտ, հորս կողմից Գարդման երկիր։ Ներկայիս Շամխորի շրջան, Գարդման երկիր, ոչ մի ռուսական, ոչ մի կողմնակի արյուն չեմ կրում, որի համար շատ ուրախ եւ հպարտ եմ։ Okay։ Հիմա ճիշտ ասած շատ տարածված է, բոլորը գենետիկ անալիզներ են անում, DNK են անում, որպեսզի իմանան իրենք ինքնությունը իմիջիալոց ես էլ եմ մարել շուտով երևի կիմանաք։ Թե ես ինչ ունեմ, ինչ արյուն ունեմ իմ մեջ, ինձ համար էլ շատ հետաքրքիր, որովհետև մեծամասնությունը հայերը բոլորը համարյա թե մի փոքր մաս ունեն իտալական չափով, որովհետև քանի որ գիտենք, որ Տիգրան Մեծի ժամանակ դրանից հետո բավական երկար ժամանակ ռոմեացիներն են եղել Հայաստանում, բայց նաև իհարկե քանի որ բոլորս գիտենք, որ հայերը ժամանակին եղել են բավականին բաց մաշկով, բաց մազերով, երևի դու իսկապես վառ ներկայացուցիչն ես այդ մեր հայ ազգի, Մարիետա ջան։